Ճիշտ ասած մենք երեք գնացինք քննչական կոմիտե, կոնկրետ ոչ մի պատասխան չտվեց, այսինքն կուրսի չեն, երբ կբացի, ինչ պետք է անի։ Դե այսօր եկել ենք մեր աշխատավարձի, մեր աշխատանքի համար, հավաքել ենք դրա համար։ Կոնկրետ գործողություն մենք ոչ որոշել ենք, ոչ էլ։ Մենք ասացինք, որ մինչև նորմալ պատասխան չտանք, մենք ոչ մի քայլի չենք դիմի։ Բայց իտոգում էս աշխատողները ընթացքում թե ոնց են իրանց ընտանեկան հարցերը լուծելու, թե հետո վաղը միսօր ինչ է կատարվել իրանց ընտանիքների չեմ կարող ասել, ոչ մեկ էլ չի կարող պատասխանել։ Կա կառավարություն։ Վերջնական պատասխան թողոն է տան, այս մարդիկ օրական չգնան, աշխատանքի գան, բայց չաշխատեն։ Այսինքն այսօր չէիք նախատեսել ակցիա իրականացնել, բայց չէ, ակցիա չենք նախատեսել իրականացնել, պետք է մենք այսօր որոշել ենք հավաքվենք, պատասխանի ենք ճիշտ ասած սպասում։ Դա արդեն վերևները կուրսիկլն է, որ բոլոր հիմնարկները ոչ են կայմանալ, ոչ մի բան չմուծեն անդամները։ Հասկանալի է, ինչ-որ խախտումներ այլ է, եսի ինչ այլ է, տո ներքին կարգով որոշեն այդ հարցերը լուծեն, բայց մարդկանց թողեն գնան իրենց աշխատանքի։ Ուրիշ բան չեմ կարող ասել, բայց սպասողական վիճակ է։ Սիրելի լրագրողներ, ես սենց ասեմ, դուք երեք բոլորը տեսակ Multigroup Stone աշխատակիցները գնացին քննչականում ոչ մի պատասխան չտվեցին։ Ստեղից խումբ են կազմել գնացել են Երևան քննչական։ Երևանում էլ ոչ մի պատասխան չեն տվել։ Հիմա այս անորոշ վիճակում ուզում են հասկանան իրանց վիճակը վերջը ինչ ա լինելու։ Այս պարապուրտի համար որ մարդիկ նստած են, իրանց հարկեր, վարկեր, չգիտեմ, հազար ու մի հարցեր ունեն, ով ա տալու։ Առավոտվանից ես տեղ եմ, զանգել եմ քննիչին, հակակոռուպցիոն, ով որ այս գործողություններին պատասխանատու է, ինձ պատասխանեց ոչ մի պատասխան չեմ կարող տալ, իրանք էլ չգիտեն հələ ինչ ա լինելու այս ամեն ինչի վերջը։ Լիքը ոստիկաններ են առավոտվանից հավաքվել չեմ հանում ինչի համար, ստեղ ոչ մի նախաձեռնություն չի ձեռնարկել։ Ուղղակի ուզում ենք հասկանանք հիմա գործարանում ստեղ ջրի հետ կապված այնց խնդիր կա, եթե ջուրը մենք չշահագործենք, վնասներ ա լինելու գործարանին։ Հենց հիմա այս պահին, ինչքան ժամանակ, եթե հանկարծակի այդ վնասները լինի, այդ վնասները ով ա պատասխան տալու, ով ա փող հատուցելու այդ վնասների համար։ Ուղղակի ուզում ենք հասկանանք վերջը ինչ ա լինելու այս երկրու այս ժողովրդի իրավիճակը, Ինչքան սպասեն այս մարդիկ, սրան վերջ ա լինելու, չէ, այս մարդիկ չեն կարող անընդհատ նստեն, սպասեն, մինչև վերջ տենան ի վերջո մի պատասխան լինելու է, թե չէ։ Ոչ մեկ չգիտի, ոչ մեկ պատասխան չի տալի, մեկն ու մեկը պետք է լինի, որ պատասխան տա այս ամեն ինչին։ Ում դիմենք, ում դիմում են, ասում են մենք չգիտենք, սրա պատասխանը ով ա տալու։ իսկ ինչ խնդիրներ Խնդիրները գոնե գան, բացեն գործարանը, մարդիկ իրանց բնական հունով աշխատեն, իրանց տան կարիքները կարենան հոգան։ Չէ, որ ասում եք գործարանում խնդիրներ կարող են Գործարանում հիմա ջրի նասոսներ կա, այդ ջրի նասոսները եթե մենք հիմա չշահագործենք, լրիվ կանգնելու ենք խնդրի առաջ, փչանալու է։ Ինչ եք պատրաստվում անել Այս պայդրությամբ հլը որ ճիշտն ասես ոչ մի բան չենք պատրաստում, բայց բոլորն էլ ոնց հասկանում ենք, սաղն էլ ամեն ինչի պատրաստան, եթե այս ամեն ինչը սենց չլինի, ինչքան կարանք սենց նստենք, լավ, ինչքան նստենք սենց, սպասենք, թե տենանք երբ են բարի հաճելու գան գործարանը վերաբացեն, մարդիկ աշխատեն։ Պլանները ճիշտն ասած հեսա կորոշենք բոլորով ինչ ենք ուզում անենք, ինձ թվում է բոլորը այդ կհամագործակցենք, մի հատ հասկանանք միաձայն ուժերով, ու եթե մի բան որոշեցինք, այս գործարանը ճիշտն ասած մենք ընենց ենք ստեղծել, մեր տնօրենը ընենց հիմունքներով է ստեղծել, որ մի ընտանիք է այս գործարան, ինչ որոշենք, մենք բոլորս մի ընտանիքով ենք գործելու։ Բոլոր աշխատողներն էլ սա ինձ թվում է բոլորիս հետ համաձայն կլինեն ինչ-որ մի որոշման որ գանք։ Արդեն անցած 2 շաբթի են կապարակնքել, արդեն 8-րդ օրն է։ 9-րդ, չէ՞։ Չգիտեմ, եթե ինչ-որ մեկը մի հատ կարծիք ունի հայտնելու, կարա հայտնի այս ամեն ինչի շուրջ, բոլորն էլ իրավասու են ինչ-որ մի բան ասելու։ Ինչի համար են հավաքվել, էլի մեզ չէ, вообще չի եղել, որ ասենք այսքան ոստիկաններ հավաքվեն այստեղ
հասկանանք ինչ են ուզում անել, ինչ որ գործողություն են ուզում անել, տենանք ինչ են անում։ Ձեզ ինչի համար են։ Չեմ կարող պատասխանեմ, չգիտեմ։